կառավարության ծրագրի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղաղությունը եւ այս նոր միջավայրը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք կերպով վերադառնալ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության օրակարգի չիրականացված հատվածին։ Լավ լուրը այն է, որ ճգնաժամային կառավարման այդ ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը եւ ես հիմա ունեմ համոզվածություն եւ ընթացիկ process-ները դա ցույց են տալիս, որ ունենք անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություն, որպեսզի բնականon ձևով շարունակենք հեղափոխության օրակարգի իրականացումը։ Բայց ես նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հեղափոխական օրակարգի իրականացումը շատ կոնկրետ պարտավորություն որպես արձանագրում ենք նաև հետևյալ կերպ, որ մենք պետք է շարունակենք եւ նոր թափ հաղորդենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներին եւ ընդ որում մենք ոչ թե պետք է ինքներս մեզ համար արձանագրենք, որ այդ բարեփոխումներում հաջողել ենք, այլ մենք մեր արածը պետք է չափենք միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։ Այս շատ կարևոր է, որովհետեւ այո, մենք կարող ենք որոշումներ ընդունել, հետո իրար համար արձանագրել, որ մենք այդ խորությամբ բարեփոխումներ իրականացրել ենք, բայց սա լավ չափման միջոց չէ։ Մենք պետք է կողմնորոշվենք միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներով։ Ժողովրդավարությունը իր բացվածքը ունի հասկանալիորեն, խոսքի ազատություն, մամուլի ազատություն, թափանցիկ կառավարում, մասնակցային կառավարում, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատական համակարգ եւ այլն եւ այդպես շարունակ, եւ այս ուղղություններով մենք պետք է կարողանանք էական եւ տեսանելի առաջընթաց արձանագրել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո շատ լուրջ առաջընթացներ արձանագրելով կարևորագույն ուղղություններով մենք տեղ-տեղ որոշակի ստագնացիոն իրավիճակի մեջ ենք իմ նշած հանգամանքների բերումով, բայց հիմա այս նոր ժամանակաշրջանում մենք պետք է անպայման շարունակենք այն առաջընթացը, որը ինչ որ առումով դանդաղել կամ ընդհատվել է ճգնաժամային կառավարման բերումով։ Հաջորդ նրբությունը, որի վրա ես ուշադրություն եմ ուզում հրավիրել, իհարկե տեխնիկապես դա արտահայտել ենք մենք 3 նախարարությունների անվանման եւ գործառույթների փոփոխության մասին են նախագծով, որը ինչքան հասկացա այսօր էլ դեռ ազգային ժողովում գոնե միջև այս պահը չի քննարկվում, բայց առաջիկայում կքննարկվի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում մեր առաջարկած փոփոխությունները։ Առաջին փոփոխությունը, որին ուզում եմ անդրադառնալ, արտաքին գործերի նախարարությունը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն անվանելու նախաձեռնությունն է եւ սա էլ կապ ունի իմ նշածի հետ։ Սկզբունքորեն այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետեւ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է կա արտաքին գործերի եւ առևտրի նախարարություն տարբեր վարիացիաներով, բայց մանդատի մեջ նախարարության սովորաբար միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը մտնում է։ Մեր դեպքում դա տեղի չի ունեցել եւ ի վերջո դա ունեցել է եւս մեկ շատ օբյեկտիվ պատճառ։ Պետք է ընդունել, որ ըստ էության երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում արտաքին գործերի նախարարության գործունեության եթե չչափազանցնենք 75-80%-ը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների եւ գործունեության հետ։ Հիմա եւ ըստ էության տնտեսական օրակարգերը, ասենք այդպեսի ըմբռնում եղել է, որ լավ կլինի, որ տնտեսական օրակարգերն էլ սպասարկենք մենք արտաքին հարաբերություններում, բայց դա այդքան էլ չի ստացվել, այդ թվում իմ նշած օբյեկտիվ պատճառով։ Հիմա մենք այս գործունեության
այս ուղղությունը պետք է շատ ակտիվացնենք, մանավանդ որ լավ է մենք դեսպանատների բավականին լավ ցանց ունենք, իհարկե մեր օրակարգերին զուգահեռ այդ ցանցերը մենք զարգացնում ենք եւ կզարգացնենք, բայց տնտեսական գործունեությունը, միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն մեր դեսպանատների եւ ընդհանրապես մեր դիվանագիտական ծառայության ամենօրյա աշխատանքային օրակարգի մեջ։ Մենք իհարկե կաշխատենք եւ նաեւ առևտրային կցորդների ինստիտուտը կհասկանանք այս նոր համակարգի մեջ, որտեղ ենք տեղադրում եւ ինչ տրամաբանությամբ եւ ինչ մանդատով, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ սա կարևոր հայեցակարգային փոփոխություն է, որի մասին խոսելու առիթներ նախկինում ունեցել ենք եւ առաջիկայում էլ կունենանք։ Հաջորդը, որի մասին ուզում եմ ասել, մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը անվանում ենք, վերանվանում ենք, առաջարկում ենք վերանվանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Դրդապատճառները ակնհայտ են, որովհետեւ արհեստական բանականությունը արդեն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն եւ մենք պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենանք եւ մեր ընկալումը այն է, որ նախարարությունում կձևավորվի նաեւ արհեստական բանականության գրասենյակ, լավ լուրն այն է, որ արհեստական բանականության ենթակառուցվածքը այլևս մեզ համար նորությունների թողարկման մեջ գտնվող նյութ չէ եւ ընդամենը վերջին 1 տարվա ընթացքում մենք շատ լուրջ եւ էական զարգացումներ ենք արձանագրել, որովհետեւ մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում 3 սուպեր համակարգչային կենտրոն, որոնցից 2-ը արհեստական բանականության գործարաններ են եւ բայց շարունակությունը ավելի կարեւոր է։ Այն մտադրությունները եւ ծրագրերը, որոնք արդեն հաստատել են ներդրողները մեզ հետ կառավարության հետ եւ նախարարության հետ, դա մեզ ստիպում է մտածել, որ մենք այս ոլորտում հատկապես մեր աշխատանքի տեմպը եւ ծավալները պետք է փոխենք։ Այստեղ գալիս է մեկ ուրիշ մարտահրավեր, որը վերաբերվում է մեր էներգետիկ ռազմավարությանը, որովհետեւ եթե հիմա մենք օրինակ 4 տարի առաջ կամ 3 տարի առաջ կամ նույնիսկ 2 տարի կամ նույնիսկ տարի ու կես առաջ մենք չենք կարող իրատեսորեն նման զարգացումներ կանխատեսել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ արհեստական բանականության ոլորտը Հայաստանում մեծ տեմպերով աճելու է, սա նշանակում է, որ մենք էներգետիկ էլեկտրական էներգիայի սպառման վերաբերյալ մեր պատկերացումները եւ արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետքա վերստուգենք, ինչքանով է դա համապատասխանում այն նոր միջավայրին, որը ձևավորվում է, որովհետեւ սուպեր համակարգչային կենտրոնները ծախսում են այնքան էլեկտրական էներգիա, ինչի վերաբերյալ մենք դեռ չենք էլ պատկերացնում ծավալները, որովհետեւ պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ էլեկտրական էներգիայի սպառման եւ մենք այս ուղղությամբ պետքա շատ ակտիվ աշխատենք եւ արդեն աշխատում ենք։ Եվ երրորդ փոփոխությունը կապված է նախարարության անվան հետ, որը էլի հայեցակարգային խորք ունի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մենք առաջարկում ենք վերանվանել աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Ինչն է այստեղ հայեցակարգային նրբությունը, որի մասին իմիջայլոց այս դահլիճում բազմիցս խոսել ենք, մեր իրականության մեջ աշխատանքը ասոցացվում է չարչարանքի հետ եւ այստեղից տրամաբանորեն բխում է, որ երբ որ աշխատանք ոնց շարունակենք այդ նախադասությունը եւ սոցիալական պաշտպանություն։ Այստեղ մի քիչ կարծում եմ խորհրդային տրամաբանություն էլ կա, որտեղ տրամաբանությունը հետեւյալն է, որ մարդը պետք է աշխատի, բայց իր սոցիալական հարցերը, իր հարցերը, բարեկեցության հարցերը պետք է լուծի պետությունը։ Այսինքն մարդը պետք է աշխատի որպես իր պարտականություն, բայց բարեկեցության հարցերը պետք է լուծի պետությունը պետք է տա բնակարան, պետությունը պետք է տա
հանգստյան տան ուղեգիր եւ այլ ավտոմեքենա եւ ամեն ինչ։ Էլի մենք խոսել ենք, մենք կարծում ենք, որ մենք աշխատանքը պետք է անցալենք որպես բարեկեցության գործիք եւ ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունում բարեկեցություն հասկացությունը եւ բարեկեցություն հասնելու մոդելը պետք է լինի հետեւյալը. կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Այսինքն բարեկեցությունը մենք այս շրջանակում ենք պատկերացնում եւ մեզ համար շատ կարեւոր է այս ընկալումը լինի, որ աշխատանքը բարեկեցության հասնելու գործիք է։ Որն է այդ ճանապարհին պետության անելիք։ Պետության անելիքը, եթե հենց այս տրամաբանության մեջ նայենք, մարդուն օգնելը, որ աշխատանքի շուկայում ինքը լինի հնարավորինս ավելի մրցունակ եւ այստեղ իհարկե բազային համակարգը կրթության համակարգն է, նախադպրոցական կրթությունից սկսած, բայց շատ կարևոր է, որ մենք աշխատանքը եւ կրթությունը ընկալենք որպես C կյանս գործընթաց։ Առավել եւս արհեստական բանականության զարգացման տրամաբանությամբ համաշխարհային նոր պրոբլեմայի հայտ գալիս։ Դա աշխատատեղերի կրճատումն է, որովհետև արհեստական բանականությունը ըստ էության անում է տասնյակ, հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդկանց գործ։ Եվ մասնավոր հատվածը մասնավորապես ոչ մի կասկած չկա, որ ծախսերի կրճատման տրամաբանությամբ գնալու է այս ուղղությամբ։ Ինչպես ենք մենք այս մարտահրավերի հետ առնչվելու։ Սա շատ կարևոր աշխատանք է, որը մենք պետք է անենք, հասկանալու համար, թե նախ այնտեղ, որտեղ մենք արհեստական բանականության զարգացման եւ կիրառման ձևերը կարող ենք կարգավորել, մենք պետք է կարգավորենք այնպես, որ ոչ թե արհեստական բանականությունը փոխարինի մարդուն, այլ արհեստական բանականությունը օգնի, որպեսզի մարդը ավելի արդյունավետ աշխատի։ Այսինքն մենք չպետք է, ամենայն դեպս մենք պետք է ջանք գործադրենք մեր մասով, որպեսզի արհեստական բանականությունը մարդուն կյանքից դուրս չթողի։ Եվ սա լրջագույն մարտահրավեր է եւ այս առումով մենք շատ լուրջ անելիք ունենք։ Իհարկե առանց գլոբալ գիտելիքի հետ հաղորդակցվելու մենք դա չենք կարող անել, եկեք չփորձենք բարձրանալ ինքներս մեզ գերագնահատել, որ մենք առանձին վերցրած Հայաստանի Հանրապետությունում այդ հարցը կարող ենք լուծել, բայց Հայաստանի Հանրապետությունում կան առանձնահատկություններ, որոնք մենք մեր կարգավորումներով կարող ենք մեր ազդեցությունը ունենալ, իհարկե նաև աշխարհի պրոցեսներին համընթաց շարժվելով։ Եվ մեր գաղափարաբանության մեջ ի վերջո այս ամենը ամփոփվում է հետևյալ մի բանաձևով, որը հնչում է հետևյալ կերպ. պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Սա արտահայտվում է մարդուն ուժեղացնելով կրթությամբ, աշխատանքի շուկայում եւ կյանքում ինքը իր բարեկեցությունը վաստակելու ճանապարհին, եւ երբ որ մարդը ինքը իր բարեկեցությունը վաստակում է, ակնհայտ է, որ ինքը դրանով արդեն ուժեղացնում է պետությունը, որովհետեւ այդ բարեկեցությունը նշանակում է աշխատանք, այդ բարեկեցությունը նշանակում է վճարված հարկեր եւ այլն եւ այսպես շարունակ սրանից բխող տրամաբանության։ Իհարկե կրթության մասին խոսեցի եւ ելի շատ ենք խոսել կրթության մասին եւ ելի ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագրում առանցքային է ընկալումը, որ կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարություն է։ Մեր ընկալումը հետեւյալն է, չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ առանց կրթության։ Ուղղակի չկա այդպիսի բան, որտեղ ուզում է լինի, որ ոլորտում ուզում է լինի եւ ընդհակառակը պետական կառավարման համակարգում սա հատկապես կարեւոր է։ Մենք ամեն օր պետք է առերեսվենք այս խնդրի հետ, որ մենք ամեն օր բոլորս մեր կրթությամբ պետք է զբաղվենք։ Եվ նաև մենք կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգը ներդնելիս եւ ներդրման մեջ մեր կարևոր մոտիվացիաներից մեկը այն է, որ մենք այնտեղ մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաները կրթության այս անհրաժեշտությունը ոչ միայն գիտակցեն, այլև
այս համակարգով իրենք որոշակի խթաններ ստանան իրենց կրթության վրա ներդրում անելու։ Բայց այստեղ մի կոմպոնենտ, որը մենք պարտադիր պետք է ավելացնենք, որովհետև եթե այդ կրթության լավ կատարողականը եւ կրթությամբ զբաղվելը պետք է նաեւ բերի որոշակի պայմանական ասած բոնուսներ, կրթությամբ չզբաղվելը պետական պաշտոնյայի համար պետք է բերի մալուսներ։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ պաշտոնյան ինքը իր կրթությամբ չի զբաղվել, մենք չենք տեսնում, որ պաշտոնյան կրթությամբ իր կրթության ուղղությամբ ծախսեր է արել, հետեւյալ համապատասխանաբար այդ վճարման համակարգը պետք է սկսի հետ աշխատել։ Այսինքն պետք է նվազի վարձատրությունը այն տրամաբանությամբ, որ պաշտոնյան չի օգտվել այդ հնարավորությունից եւ ներդրում չի արել իր կրթական խնդիրներ, ոչ թե խնդիրները, իր կրթական ցենզը շարունակաբար բարձրացնելու համար։ Հարգելի գործընկերներ, մենք աշխատանքային մակարդակում քննարկել ենք, բայց ուզում եմ այստեղ էլ հատուկ ընդգծել, որ մեր գաղափարաբանության, մեր հայեցակարգերի, մեր տեսլականի, պետության ամրապնդման, որը մենք ձևակերպում ենք որպես նոր որակի պետություն եւ պետության վերելք, եւ դա ծրագրում արձանագրված է որպես մեր կարևոր անելիք եւ հայեցակարգային մոտեցում, այս համատեքստում մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի կառավարությունը նպաստի սոցիալական կապերի եւ սոցիալական շփումների ամրապնդմանը։ Մենք երբեմն դա չենք նկատում, բայց ժամանակների փոփոխությունը իր հետ բերում է սոցիալական կապերի թուլացում եւ սոցիալական, եթե կարելի է ասել, դեզինտեգրացիայի որոշակի վտանգներ են առաջանում։ Սա կապված է մի քանի հանգամանքների հետ, օրինակ խորհրդային ժամանակներում շատ սովորական բաներ, երբ որ ցանկացած մարդ, ցանկացած ժամանակ կարող էր գնալ ցանկացած այլ մարդու տուն, օրինակ, եւ դա տարօրինակ չէր թվա ոչ մեկին։ Բայց հասկանալի է, որ ժամանակի բերումով այս տրամաբանությունը փոխվում է, բայց սրան ավելանում է այն, որ սոցիալական անմիջական շփումը հայտնվել է լրջագույն մարտահրավերի ներքո սոցիալական ցանցերի զարգացման բերումով։ Այսինքն երբեմն հիմա ընտանիքի անդամները իրար հետ մեսենջերներով ավելի շատ են շփվում, քան թե իրար տեսնում են, բայց ինչ ենք մենք առաջարկում այս տրամաբանությամբ։ Մենք առաջարկում ենք, որ պետությունը սոցիալական անմիջական շփման հարթակների վերաբերյալ ունենա հայեցակարգային մոտեցումներ եւ զարգացնենք մենք սոցիալական անմիջական շփման հարթակները։ Ինչ նկատի ունենք։ Իմիջիայլոց ասեմ, այդ process-ները արդեն իսկ գնում են, հանրությունը ինքը ինքնակազմակերպվում է եւ ինտուիտիվ այդ ուղղություններով շարժվում է։ Մշակութային կյանքը օրինակ սոցիալական շփման եւ սոցիալական կապերի ամրապնդման շատ կարեւոր հարթակ է։ Հոգեվոր կյանքը սոցիալական կապերի ամրապնդման եւ սոցիալական շփման շատ կարեւոր հարթակ է եւ մշակույթի ոլորտում մենք տեսնում ենք, որ զարգացումներ կան եւ մենք այդտեղ նաեւ նորություն չի, ունենք ծրագրեր ռազմավարական, որոնք իրականացնում ենք։ Ես կարծում եմ, որ մենք պետքա լրացուցիչ կոմպոնենտներ ավելացնենք կամ արդեն իսկ մեր որդեգրած ծրագրերը ավելի ուժեղացնենք եւ ընդլայնենք։ Մասնավորապես տարիներ առաջ մենք երիտասարդական կենտրոններ ստեղծելու այդ գաղափարն ենք ներդրել եւ իրականացնում ենք։ Հիմա մեզ պետք է ավելի շատ կենտրոնանալ այդ թեմայի վրա։ Հաջորդը, որի մասին կուզենայի նշել, ելի մենք պլանավորել ենք գրադարանների վերափոխման եւ նոր գործառույթով օժտելու ծրագիր հայեցակարգ եւ մենք կարծում ենք, որ մասնավորապես խրախուսել ընթերցանության ակումբները եւ ելի նման ծրագրեր, որոնք մարդկանց կօգնեն եւ կհրավիրեն առանց
սմարթֆոնների շփման, մենք պետք է այդ հարթակները խրախուսենք, եւ լավ լուրն է նա, որ իմիջիալոց էսել է բան արած հանրության կողմից կամ պարտադրված կամ ի ցույց դրված։ Ես օրինակ մեր գործընկերները կվկայեն, որ երբ որ մենք խոսել ենք գրադարանների վերափոխման մասին, ներդրումներ անելու անհրաժեշտության մասին, ես շատ հոռետես եմ եղել, որ թե ինչքանով այդ հնարավոր է այդ հարթակները ակտիվացնել, բայց շատ անսպասելի 1-2 տեղից ստացել եմ հրավերներ, որ մարդիկ հրավիրել են այցելել, տեսնել ոնց են ապրում իրենք, այսինքն գրադարաններ եւ այլն, եւ ես մեծ հաճույքով արձանագրել եմ, որ գրադարաններում կյանք կա, եւ դա շատ կարեւոր նորություն է, եւ մենք հիմա պետքա նպաստենք այդ կյանքի հետագա զարգացմանը,